քեզ եմ սեր չկա Թեկուզ աշխարհն իմն է լինի Քո նմանը էլ չեմ գտնի Դու միակն ես այս աշխարհում Հավատա ինձ քեզ եմ սիրում Ես եկել եմ երեխայիս մոտ Եկել եմ աղջկաս կողքին Չասեց Ինչա կատարվում էստեղ Ագնես դու գնա քո սենյակդ ես հետո կխոսեմ քո հետ Չէ ես ոչ մի տեղ էլ չեմ գնա մինչև չհասկանամ ինչ է այստեղ կատարվում գնել Ով է այս կինը Ինչի մասին է խոսում Ինչ երեխայի մասին է խոսքը գնել Ինչ կապ ունես դու այս կնոջ աղջկա հետ Ագնես գնա Չես ուզում ասել Դե պատմի Ոչ մի բան չես ասել, ես էլ ոչ մի բան չեմ լսել Գոր, ես ասել եմ, դու էլ լավ լսել ես Քո ունենեթի մեջ Ինչ ես խոսում Արսեն Հասկանում ես ում մասին ես տես բան խոսում Հասկանում ես ինչ ես խոսում Ինձ ես կասկածում Հասկանում ես ում ես կասկածում ինձ Հա Երեխեք ինչու է կատարվում Ոչ մի բան Ես գնում եմ Դու ոչ մի տեղ չես գնա Ինչ ա եղել Երեխեք ինչ ա եղել Ինչի չեք գալիս ներս Մտեք ներս հեսա կգա Ես քեզ խնդրում եմ որ չգնաս Ուզում եմ որ մնաս Ոնց գորը գնում է Գոր գնում ես Չի գնում Մտեք ներս հեսա կգա Արս ոնց կարաս այսքանից հետո տենց բան մտածես Գոր հասկացի ինձ գլուխը շատ խառն Այնքան խառներ որ դու կարաս իմ մասին տենց բան մտածես Բայց ես էլ եմ մի կողմ Դու ոնց կարաս նենեթի մասին տենց բան մտածես Գոր բա ինչ անեմ Իրար նամակ եք գրում ես տեղ եկել չեմ Մի բերան ինչ չեք ասում Բա ինչ անեմ Արս ասածդ ոչ մի ձևի արդարացում չունի Ինչ էր նամակի մեջ Ու ինքդ էլ լավ գիտես որ այդ նամակը ես չեմ կարդացել Դա ինչի չես կարդացել Որովհետև գիտեի մեջը ինչա գրված Պատկերացնում էի Գոր ամեն ինչ լավ կլինի Մենք լավ ենք Դու քեզ լավ նայի ու տենց անկապ բան էր Դպրոցից էր պատմելու Ձեր կյանքից Իմ կյանքից որը ինձ 10 տարի դեռ անհասանելի էր Ես չէի ուզում այդ կարդալ Չէի ուզում այդ ամեն ինչ իմանալ Բայց պահել ես այսքան ժամանակ Հա ինչ անեի Թափեի Թե սրա նրա ձեռը ընկնի Բանտով ոչ մի բան քոնը չի Ամեն ինչը ուրիշին Դու գնում ես քեզ ուրիշի շոր են տալիս Ուրիշի սպասք, ուրիշի տեղաշոր Ամեն ինչը ուրիշին Ոչ մի բանը քոնը չի Բանտում Այն ինչը որ քոնն է Կրկնակի նշանակություն աստա Կրկնակի արժեքավորում Արս,
Ինչ էլ լինի այս աշխարհում դու տենց բան չպետք է մտածես։ Լավ արի։ Ասա ի՞նչ է կատարվում։ Ինչ ես անընդհատ նույն հարցը տալիս։ Դու ինքդ էլ լավ հասկանում ես ինչ է կատարվում։ Ես Նենեթի մայրն եմ ու գնելի օրինական կինը։ Պարզ է։ Չեմ ասում ես կինը գնել։ Ասա որ սուտ է։ Սա միակոլն է, որ այս թեմայի մասին ճիշտ բան է ասում։ Հնարավոր չէ։ Անհնար է։ Դու ասում էիր, որ քո կինը մահացել է, անհնար է գնել։ Ինչպես տեսնում ես, ողջ եմ։ Ավելի օրիգինալ բան կարող եք մտածել։ Ինչ? Օրիգինալ? Ես ինչ լավ բառեր ես օգտագործում օրիգինալ։ Ինչ ես առաջարկում։ Պետք է երեխուն կանգնի ասել, որ մեր իրան թողել գնացել, հա? Հենց սնվելուց հետո առաջին օրը թողել գնացել, հա? Թե աշխատե իրան փրկեի։ Օտար լինելու բարդույթից, հա? Ու միակ ելքը իմ մահն էր։ Ինչ ես եկել հիմա դու, հմ? Ինչ ես ուզում։ Ուզում ես ասես, որ Նենեթը քեզ ներելու է, հա? Ներելու է, չի ներելու։ Հավատա ինձ չի ներելու։ Թող չների, թող չընդունի։ Բայց թող օտար կնոջ լուսանկարը չդնի շրջանակի մեջ ու համարի, որ դա իր մայրն է։ Մայրն է։ Դու իր մայրն ես։ Նոր ես իմացել, որ դու իր մայրն ես։ Բայց քան տարի ուր էին, աղջիկ ջան, ուր էին կորել գնացել։ Դու ավելի օտար ես, քան օտարը իր համար։ Հասկացա՞ծ։ Հիմա լսիր, ես քեզ ինչ եմ ասում։ Փաստապուսեկդ հավաքում ես ու գնում ես այստեղից, մոռանում ես այս տան ճանապարհը, լսում ես։ Քո հետ եմ, գնա այստեղից, կոր այստեղից, ահա։ Ես չեմ գնա գնել։ Չեմ գնա։ Չես հասկանում, որ օտար ես այս մարդկանց համար։ Ասի, արի մի բան հասկանանք։ Ես չեմ վերադարձել գնելի համար։ Ես եկել եմ, որ լինեմ աղջիկաս կողքին։ Պարզ է։ Լսում ես, ոնց է ասում։ Լսում ես։ Ագնես, դու հիմա գնա քո սենյակը, մենք հետո կխոսենք, հա։ Ես մի վարկյան նույնիսկ ես տանը չեմ մնա, քանի դեռ այս կինը քո տանն է։ Սիտաթև։ Ես քեզ կարևոր բան եմ ասել։ Խնդրում եմ, մի րոպե լսի ինձ։ Տիգրան, խնդրում եմ, էլի ես մամայի խոստացել եմ։ Չէ, դու ես պետք է լսես, այս ճիշտ չի, ես սխալ եմ։ Մենք պետք է խոսանք իր հետ։ Ես քեզ կարևոր բան եմ ասել։ Մեկը մի օր պիտի հանդիպենք։ Հնարավոր չի անընդհատ փախնել։ Տիգրան։ Էդ ինչ ես արել, որ մամա չի կարողանում քեզ ընդունի։ Ես շատ վատ բան եմ արել։ Տարիներ առաջ ես ահավոր բան եմ արել Տաթև։ Ինչ։ Վաղը խոսանք, լավ։ Բայց կպատմես, չէ՞։ Հա, կպատմեմ, ցավ տան։ Վաղը խոսանք, լավ։ Ես անպայման պիտի իմանամ ինչ է։
Տաթևիկ ջան, ինչի պարկած չես, բան ես։ Լավ եմ արդեն, մամ, հոգնել էի արդեն պարկած։ Ճիշտն ասած չէի ուզում քեզ այս ժամին մենակ թողնել, բայց տան անգամ հաճ չկար։ Մամ, ես էլ գնամ պատրաստեմ, որ վաղը դասի եմ։ Բալես, միգուցե վաղն էլ տանը մնաց չգնաս։ Չէ, մամ, չեմ կարող վաղը բացակայեմ։ Մի տեսակ անհանգիստ եմ, գուցե տանը մնաս վաղն էլ։ Մամ, իրոք չեմ կարող բացակայեմ։ Վաղը կարևոր դասախոսություններ են։ Ինչ ասեմ, բայց հիշի ինչ ես խոստացել։ Լավ, մամ, հանգիստ եղեք։ Նորից անհետանալ։ Ես չեմ ուզում։ Էդ ինչ ա եղել։ Էդ ինչ ա փոխվել, հա? Էս ուր էր այսքան տարի։ Գիտես ես ինչքան եմ փնտրել։ Փնտրել։ Հա ուզում եի քեզ գտնել Ալինա։ Նայ աչքերիդ մեջ ու ասեի ինչի համար դա արեցիր։ Հետո ուզում եի քեզ սատկացնել։ Ուղղակի սատկացնել։ Որովհետև ամեն օր գալիս էի մտնում էի տուն։ Ու տեսնում եմ, որ իմ աղջիկս մենակ խաղում է, հասկանում ես, մենակ, լավագույն դեպքում դայակի հետ։ Ես գժվում էի ուղղակի, ասում եմ ինչի պետք է իմ երեխայի հետ այդպիսի բան լինի, ինչի ինքը պետք է մոր կարոտը ունենա, հա? Ինչով է տարբերվում ուրիշ երեխաներից։ Հետո ես ինքս ինձ էի մեղադրում, որովհետև քեզ չճանաչեցի, սկզբից չճանաչեցի, դու ինչի ես ընդունակ։ Հերիքա գնել, հերիքա, ես գիտեմ, որ սխալ եմ արել, բայց այդ ժամանակ դա միակ ելքն էր։ Հաջորդ օրը, հիշի դու հաջորդ օրը, նենեթին թողեցիր, ծնվելուց հետո հաջորդ օրը, դու թողեցիր իմ բալիկին մենակ։ Եթե ես մեկ օր ավել մնայի, կկապվեի երեխայի հետ ու չէի կարող հեռանալ։ Ուրեմն չգնայիր։ Դու թողել էիր նենեթին մենակ, հասկանում ես, օրորոցում մենակ։ Երբ տունը մարդ չկար ու գնացիր, դու հասկանում ես ինչ ես արել։ Հիմա ինչ ես եկել ես, ինչ ես ուզում, դու ինչ մեր ես, հա? Դրանից հետո ինչ մեր ես, աղջիկ ջան։ Ինչ ես եկել, ուզում ես, որ նենետը քեզ ների, չի լինելու դա։ Լսում ես, չի լինելու, ինքը քեզ չի ներելու։ Ես չեմ թողնի, որ իմ երեխային մոտ ենաս դու։ Չեմ թողնի։ Արին այդ երեխան մեծացել է։ Ինքը փոքր երեխա չի, ինքը քո կարիքը չունի։ Եթե 10-15 տարի առաջ լիներ, կմտածեի, հանուն երեխայի կմտածեի, բայց հիմա ուշ է, արդեն ուշացել ես մեր։ Ուշացել ես, շատ ուշ է, ինքը քո կարիքը չունի, ինքը մեծ երեխա է, հասկացար, գնա, մենք քո կարիքը չունենք, կորիր կյանքից, գնա։ Ես չեմ գնա։ Չես գնա, դու կգնաս։ Չեմ գնա։ Չեմ գնա, լսում ես։ Դու կարող ես ինձ այս տանից դուրս անել, բայց նենեթի կյանքից չես կարող։ Դու ինձ լավ չճանաչեցիր։ Ես հանուն իմ երեխայի պատրաստ եմ ամեն ինչի։ Լավ հիշի։ Դու էլ ինձ լավ չես ճանաչում։ Ես քեզանից չեմ վախենում գնել։ Իզուր։ Քո միակ ելքը հենց հիմա ինձ այստեղ սպանելն է։ Հակառակ դեպքում ինձ ոչ մի բան չի խանգարի, լավ իմացիր։ Պարզ է։ Պարպի։ Արդեն դավանություն ես անում։
Դաղալություն արի, դու դաղալություն արեցիր, Արսեն։ Հանգստացի, ես տեղի ամենաարդար խաղացողն եմ։ Համել մրոց ու դաղալությունը որն է։ Աչքիս ես մեկը ես եմ կրում։ Խաշի։ Որ ասում էի։ Նենետ քո երկնամրի։ Ես երբի բաց թողնեմ։ Ոնց է բաց թողնես, դու գորին մրելու առիթը բաց ես թողնել, մենք շուտ արա մրի։ Լավ։ Հիմա իմ հերթն է։ Մի քիչ խիղճ ունեցեք։ Ոչ մեկ էլ իր հերթը բաց չի թողնելու։ Դավայ քո սրտով մեծ խզվեզի։ Իմ սրտով։ Բայց լավ բան ասացիր։ Լսել իմ սրտով։ Օրիգինալ էր։ Ինչա։ Հետո կտեսնես։ Դու ես։ Շարունակով։ Նստել ես եմ բերել։ Հանգիստ նստի։ Ես եմ գնում։ Ոնց ես։ Նորմալ։ Արսենը քեզ ինչ էր ասում միջանցքում։ Նամակից էր հարցնում։ Մոռացի, հա։ Ու այդ նամակի մասին էլ չտենամ խոսես։ Ես ուղղակի չեմ ուզում, որ դուք վիճեք։ Չենք վիճի։ Արս լավ էլի։ Ես պիցան պատվիրում, դու ես վճարում։ Խելոքն է։ Երեխեք պետք է այդ առաքիչի դեմքը տեսնեիք, որ ինձ ու Արսենին այսպես տեսավ։ Ես պատկերացնում եմ։ Բայ աման եմ մոռացել բերեմ, գնամ բերեմ։ Սպասի, ես էլ գամ։ Արի։ Ինչի համար էստեղ։ Լսի կարող է քեզ փողա պետք։ Ասա ինչքան փող ես ուզում տամ։ Տամ որ գնաս, ընդհանրապես չգաս։ Ինձ փող պետք չի։ Էպիսի մարդ չկա որ փող պետք չլինի։ Ես չեմ գնալու։ Լսի դու մինչև հիմա չհասկացար, որ դու ստեղ էլ չես մտնելու։ Չհասկացար։ Նորից բացադրեմ, հա։ Եթե դու ինձ ստիպես հեռու մնալ նենեթից, ես նրան ամեն ինչ կպատմեմ։ Ու ինչ։ Կպատմեմ ով եմ ես, ու հետո ինչ ուզում ալու թող լինի։ Դու հասկանում ես այդ ինչա նշանակում նենեթի համար, Ալինա։ Շատ լավ եմ հասկանում։ Աստված գիտի ում նկարին է նայում, ու իր ու հետ նկարի հետ նմանություն փնտրում։ Երևի մեկ-մեկ էլ լուսանկարի հետ է կիսվում, սիրտը բացում։ Ես չեմ զարմանա, եթե իմանամ, որ իմ անունով գերեզմանել ես սարքել։ Հավատս չի գալիս։ Դու իսկապես նման բան ես արել։ Բա դու ինչ էիր ուզում։ Գալու էր չէ ժամանակը, երբ նենետը ինձ հարցնել էր պապա,
Մեր մամայի գերեզմանը որտեղ է։ Ու ինչ պիտի անեի։ Դու պատկերացնում ես ինչ ես արել երեխայի հետ։ Ում գերեզմանի վրա է աղջիկս լաց լինում, ում մահն է սգում։ Դա կարևոր չի, չգիտեմ։ Դու անաստված ես։ Պարզ է, բայց դու ոչ մի իրավունք չունես ինձ մեղադրես, գիտես։ Չունես։ Դու պատկերացնում ես ինչ ես արել երեխայի հետ։ Դու նրան ստիպել ես, որ սգա մոր մահը։ Շատ դաժան ես։ Ես հիմա չեմ պատրաստվում արդարանալ քո մոտ։ Ես ինչ արել եմ, նենեթի համար եմ արել։ Եղավ։ Ուրեմն հանուն նենեթի էլ թող որ կողքին մնա։ Բացառվում է։ Ես նենեթին կասեմ ով եմ։ Ու հետո ինչ ուզում է թող լինի։ Ավելի լավ է նենեթը ատի ինձ, քան թե ինձ մահացած համարի։ Պարզ է։ Չէ։ Դու նման բան չես անել։ Իսկ դու փորձիր։ Տես կանեմ, թե չեմ անի։ Լավ, ուզածդ ինչ է, կարճ։ Թող աշխատեմ էստեղ, աղջկաս մոտ լինեմ, ավել ոչ մի բան չեմ ուզում։ Ինչ ես հասնելու դրանով, կարաս ինձ ասես։ Կճանաչեմ իրեն, ինքն էլ ինձ կճանաչի, թող չիմանա ով եմ իրականում, բայց գոնե թող իմանա ինչպիսին է։ Հակառակ դեպքում գնել, ես ոչ մի բանի առաջ կանգ չեմ առնի։ Ես երկար չեմ մնա։ 2 ամիս։ 6 ամիս։ 3։ 6 ամիս ու ոչ մի օր պակաս։ Լավ, պայմանավորվեցինք։ Լավ։ Բայց հետո դու հեռանում ես։ Ու այլևս նենեթը քեզ չի տեսնում։ Հա ու մի բան էլ։ Այդ ընթացքում ինքը չպետք է իմանա, թե դու ով ես։ Պայմանավորվեցինք։ Եթե նենեթը քո պատճառով տառապի, եթե նենեթին դու ցավեցնես, եթե նենեթին դու վնասես, ինչու։ Ես իմ աղջկան չեմ վնասի։ Իմ աղջիկ։ Դու չգիտես, թե ինչ է նշանակում իմ աղջիկ, իմ երեխա բառերը։ Իսկ դու իմ կյանքից ոչինչ չգիտես, այնպես որ այդպես մի խոսիր։ Իսկ ինչ չի հետաքրքրում քո կյանքը, գիտես։ Ընդհանրապես բացարձակ չի հետաքրքրում։ Ինձ նենեթն է իմ հետաքրքրում։ Ու եթե հանկարծ նենեթի աչքերից մի կաթիլ արցունք եկավ, ես չեմ պատկերացնում քեզ այդ ինչ եմ անելու։ Այդ պատկերացումը քեզ եմ թողնում, հա։ Հասկացանք իրար, Ալինա։ Հասկացա։ Գնա ու մտածի հիմա։ Կարող է միտքդ փողես ու վաղը չգաս։ Բարի գիշեր, պարոն Քոչարյան։ Գիշեր բարի։
որ ինչ ես այսքան ժամանակ նենեթի գրած նամակը պահել։ Ու դաժե չես էլ բացել։ Լավ, եթե չես հասկանում, ավելի բարձ հարցս տամ։ Քո նենեթի մեջ ինչ-որ բան կա, Գոր։ Որքան բարդ է ամեն ինչ, երբ մեղավոր ես, երբ տարիներն այսքան փոխել են քեզ, երբ գիտես, որ միակ մարդն ում կարիքն ունես, երբեք քեզ չի ների։ Ժամանակն ես մեքենաների նման արագ անցավ ու ոչինչ չհասկացա, ոչինչ չհասցրեցի, չապրեցի ոչ ոքի համար։ Հիմա երբ վերադարձել եմ, էլ իրավունք չունեմ կիսատ թողնել որևէ բան, երկրորդ անգամ նույն սխալը չեմ կրկնի։ Ես ամեն բան կուղեմ։ Բայց ես ու սրտի կմաքրեցիր, քեզ սազում էր։ Շատ։ Լուրջ արվեստի գործ էր։ Հա ինչ։ Ահա, սա այս հաջորդ անգամ արփի դեմքին մասիստ։ Բարդիները չմոռանաս։ Չէ, դե այդ անգամ արդեն լուրջ ներկեր է պետք գալու։ Ալո։ Մագա։ Ո՞նց ես, այսքան արագ մոռացար ինձ։ Կլինի ես քեզ հետո զանգեմ։ Շատ ես զբաղված։ Հա։ Լավ, ես կզանգեմ, գիտեմ, որ քո զանգին երկար եմ սպասելու։ Լավ։ Մագայից պրծում չունես ախպերս։ Ով է Մագա։ Կարևոր չի։ Չգիտեմ էլ համարս որտեղից է գտել։ Դու տված կլինես Գոր, երևի շատ էիր խմել, չես հիշում։ Չգիտեմ, կարող է։ Լավ, գնացինք։ Գնացինք։ Բարի գիշեր։ Պակա։ Մագա։ Հետաքրքիր է։
Ես ինչ ես անում։ Դե տանը մենակ ենք, ասի կոֆե սարքեմ խմենք։ Նստի։ Դու քո ձեռով կոֆե ես դնում, հա? Բա։ Մահեր, ինչ բերդից հելել եմ, իրարը չեն կարող լեզու գտնել։ Ինչա կատարվում։ Ոչ մի բան, կատարում այն ինչը որ ես քեզ ասել եմ։ Ուղղակի մենք էլ երեխա չենք։ Հասկանում ես լիքը ժամանակ է անցել, կարող, էլ չի կարա հին ձևով լինի։ Ու ասենք արանքում դու տես ժղայնանաս, ձեռդ բարձրացնես, մենք էլ վախեցած մտնենք ամեն մեկս մի անկյուն։ Ճիշտ ես ասում, դուք էլ երեխա չեք, բայց դե գիտես ես ձեզ ոնց եմ վերաբերվել, իմ երեխեքի նման, ճիշտ է տարիքային տարբերությունը այդքան էլ մեծ չի, բայց ես ձեզ միշտ հոր նման եմ վերաբերվել, կարող ա տենց չի։ Ահա, այդ որ մի հերը իր երեխուն թաթալոց չի տանում, ինչա դրանից թշնամի են դառնում։ Դե հա, բայց մեզ չի, որ ես քեզ թշնամու պես եմ վերաբերվում։ Աստված չանի մահերը։ Լավ անցածը ինչ եղել է։ Հա, անցածը։ Բայց երբեք չմոռանաս այն լավությունը, որ ես քո համար արել եմ։ Կարոս լավությունը մոռացող տղա չեմ, ու դու այդ լավ գիտես։ Այդ ուրիշ։ Այ հիմա անցած եմ, ու այդ թեման փակենք։ Հիմա ինձ որպես մեծ աղբոր, ասա տենամ, այդ ինչ թեմա է աղբորդ հետ։ Այդ թեման իմ համար փակ է կարում, ես ուղղակի չեմ ուզում այդ թեմայով խոսում, այդքան բան։ Խի։ Այս կյանքում միակ հարազատդ ինքն է։ Խի աղբորդ թեման փակ։ Հա, ես ունեմ այդ հարազատը կարում, բայց ինքը չունի։ Ես իր համար ոնց որ օտարել եմ, ու արդեն սրանից հետո ինքն էլ իմ համար օտար կա։ Ինչի՞։ Ինչ տղա է։ Կարող է պետք է այդ հանք մի հատ տենանք։ Չէ։ Ինքն էլ է նստացել ած։ Չգիտեմ ինչ է շուտ ազատվել, բայց ինձ տեսավ ու չճանաչեց կարող։ Ոնց։ Աղբերն աղբորը տենալ չճանաչի։ Ես էլ եմ էլի էդ ասում։ Նենց էլ չի, որ վերջին տենալուց տենց շատ ժամանակ անցել։ Նենց էլ չի, որ ես տենց փոքր էի։ Հա, ճիշտ ես ասում։ Էլ ինչ աղբեր, որ իր աղբորը չճանաչի։ Ոնց ես, լավ ես ապրում քեզ։ Հա, նորմալ։ Դե լավ, ուրեմն գնա դասերիդ, հետո կխոսանք, հա։ Չէ, արի հիմա խոսենք, հա։ Բա դասերը։ Կարևոր չի։ Ուզում եմ իմանամ ինչ ա եղել տարիներ առաջ։ Ամեն ինչը ուզում եմ իմանամ։ Դե ես չգիտեմ ինչքանն է պետք որ դու իմանաս, ու ընդհանրապես պետք է իմանաս, թե պետք չի իմանաս, Տաթև։ Եթե իր մամայի նման ես անելու, ոչ մի չես պատմելու, ավելի լավ է ես գնամ, ու ավելի լավ է չխոսենք։ Լսի Տաթև, ես չեմ ուզում, որ ես վատ պատմությունների մեջ ընկնես, ու այդ նույն բանն էլ մաման չի ուզում։ Ախր անցյալը այնքան բաներ են եղել, որ Բայց դա իմ ընտանիքի պատմությունն է։ Ուրեմն իմ պատմությունն էլ է, չէ՞։ Դու իմ ընտանիքն ես, չէ՞։ Եթե ոչ մի բան չես պատմելու, ես գնում եմ։ Լավ, արի։ Ես ձեզ հասկանում եմ, բայց դուք էլ շատ լավ գիտեք, որ երկար չեն կարող սպասել։ Հայցը 10 օրվա ընթացքում պետք է պարտադիր ներկայացվի, որ պատասխանն էլ շուտ լինի։ Մենք գումար ենք կորցնում ամեն օրվա համար։ Լավ, հուսով եմ վաղը պատասխանը կլինի, որ հետո փաստի առաջ չկանգնենք։ Լավ, ստեսություն։ Ես ինչ գործնական ենք այսօր։
Ուզում եմ գործը դատարան չհասնի։ Միանգամից փոխհատուցումով վճարանք բրցնենք։ Կստացվի։ Ինչու կասկածում ես։ Երբեք չեմ կասկածել։ Հա, մագային դու ես գորի համար տվել։ Ինչի գորը բողոքել է։ Դու նենց էլ չի որ ուրախ է։ Բայ Արսեն, մագան ամբողջ օրը ինձ էր զանգում ու գորից էր հարցնում։ Դե որ ես չզանգի համորը տվեցի։ Կներես։ Չէ, նորմալ է։ Ավելի լավ։ Հա։ Ինչի։ Դե կշփվեն։ Լավ չի։ Իմ համար լրիվ մեկ է։ Հայ միջալոց ավետն ասեց, որ ճաշից հետո մտնես մոտը, ինչ որ կարևոր բան ունի ասելու։ Դե չես ինչ բա։ Չգիտեմ։ Մենակ ինձ ականջել։ Բայց ես ներկա կլինեմ։ Ուզում ես ներկա լինես ու ինձ պաշտպանես աղբորից հետ։ Ինչի կարիքը կա։ Արսեն, ես գիտեմ, որ ավետը շատ բարդ բնավորություն ունի, բայց ինքը քեզ գնահատում է, հատկապես քո համբերատար լինելը։ Բայց դու պետք է վաճառքի բաժնում չլինեիր։ Այդ քո համոզելու տաղանդով պետք է իմ բաժնում աշխատեիր։ Միշտ այնց արգումենտներ ես գտնում, որ ոչ մի դատավոր չէր դիմանա։ Բայց դու դիմանում ես։ Դեռ։ Դեստեղ գրվածա 25 տոննա։ Լավ, հետո կզանգեմ։ Բարի Լուիս։ Եկի զուր գնացիր։ Ինչ պիտի անեի։ Տանտիրուհի դեր եկել։ Ես ավելորդ էի։ Ես չեմ հավատում, որ դու այդքան մակերից օրին ես նայում ես հարցը։ Կինդ ողջ առողջ կանգնած է իմ դիմաց։ Ոնց ես պատկերացնում։ Ես իր ներկայությամբ պիտի ննջասենյակ մտնեի, հա։ Ագնես, Արինան ինձ համար գոյություն չունի։ Ինքը մահացել է, հասկանում ես։ Ես իր հետ 10 ամիս եմ ընդամենը ապրել։ Հասկացի 10 ամիս։ Հետո 25 տարի չենք տեսել իրար, հասկանում ես։ Բայց նա հիմա այստեղ է։ Հիմա ինչ ես առաջարկում, աղջիկ ջան։ Տամ սպանեմ իրան, որ հանգիստ ապրես։ Ասա իմանամ, ասա անեմ։ Չպիտի ինձ խաբեիր։ Պիտի ասեիր, որ ողջ ակինդ երկիր մոլորակի վրա ինչ-որ կետում շնչում է։ Դու նույնիսկ ապա հարզան չես ստացել։ Դա ժամանակի հարց է։ Դու 25 տարի անցել գնել ու դու հիմա ինձ հետ ժամանակի մասին ես խոսում, հա։ Լսի, դու հիմա ինձ դնում ես շատ բարդ իրավիճակում, հասկանում ես։ Ախե դու ես բարդ իրավիճակում։ Ես հասկանում եմ, որ իրավիճակը տհաճ է քեզ համար, բայց մենք ոչինչ չենք կարող փոխել։ Չէ, նշանակում ոչինչ չենք կարող փոխենք գնել։ Նա գալիս է քո բացակայության ժամանակ, մտնում է քո տուն, աղջկադ հետ նորմալ հարաբերություններ է հաստատում ու դու հիմա ինձ ասում ես, որ դու ոչինչ ես կարող փոխես, հա։ Հիմա ինչ։ Քո տանն է ապրելու։ Դեռ Ագնես նենեթը չպիտի իմանա այս ամեն ինչի մասին։ Ես չգիտեմ Ալինայի մոտ ինչ-որ խղճի խայթ հարթնացել, ինքը որոշել է գա տեսնի աղջիկը ոնց է ապրում։ Բայց ես համոզված եմ, որ նենեթը իրան չի ներելու, չի ընդունելու։ Ու ինքը շատ լավ գիտի դրա մասին։ Ինքը կգնա, համոզված եմ, կգնա։ Որտեղից ես այդքան համոզված, հա, բա որ կապվեց հետը, բա որ որոշեց, որ չի կարողանում գնա, ուզում է մնա։ Ինչ ես անելու, ինչ ենք անելու։ Ալինան այն մարդն է, որ իր նորացին երեխային թողել գնացել է, հասկանում ես։ Իմ երեխային թողել գնացել է։ Ես համոզված եմ, որ դա նորից դա կանի։ Համոզված եմ։ Քանի դեռ այդ կինը քո տուն ելումուտ ունի, ես այդտեղ ոտ չեմ տնի։ Դուք ես երեխայի պես ես պահում։
Դից համար շատ վիրավորական է գնել։ Նա քո կինն է։ Իսկ ես ով եմ այդ տանը։ Ով եմ ես։ Քեզ հիմա ի՞նչն է կարևոր։ Քո դիրքը այդ տանը, թե իմ կյանքում։ Կարաս ինձ ասես։ Ո՞վ չես հասկանում։ Չէ։ Ես հասկանում եմ։ Եթե խոսքը տան մասին, հա։ Արինան երբեք այդ տանը չի եղել։ Մենք Նենեթի հետ տեղափոխվել ենք այն ժամանակ, երբ Նենեթը 5 տարեկան էր։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես կցանկանայի այդ ցուցակում առաջին տեղում լինեի։ Դու շատ լավ գիտես, որ ես քեզ ոնց եմ վերաբերվում։ Լավ։ Արի վերջացնենք, հա։ Ես էլ չէի պատկերացնում, որ ինքը կհայտնվի նորից ես կյանքում։ Մեր կյանքում։ Ես արդեն հաշտվել եմ մտքի հետ, որ ինքը մահացել է մեր համար։ Իսկ եթե Նենեթը իմանա ուների։ Չեմ անում։ Չի ների ու չի էլ իմանա, ես Ալինայի հետ պայմանավորվել եմ, որ նա 6 ամիս կմնա ու կգնա։ Այս ընթացքում Նենեթը պետք է ոչինչ չիմանա։ Իսկ եթե պարզվի, որ Ալինան ոչ միայն աղջկա, այլ նաև քեզ համար է եկել։ Դա չի կարա լինի։ Մենք երբեք իրար չենք սիրել։ Մենք ամուսնացել ենք մեր ծնողների ցանկությամբ։ Լուրջ։ Շատ լուրջ։ Ու ես հիմա չեմ պատկերացնում, 25 տարի անց ինքը խելագարված սիրուց վերադառնա ինձ։ Նենեթին պետք է ասել ճշմարտությունը։ Ինքն էլ Հեստանից դուրս կբռնդի։ Նենեթը պետք է ոչինչ չիմանա։ Չի, ախր ինչի։ Բացառվում է։ Ես չգիտեմ, Նենեթը ոնց կընդունի, երբ իմանա, որ նրա մայրը ողջ է, ու ես այսքան տարի թաքցրել եմ։ Հասկանում ես։ Թող մնա այնպես, ինչպես կա։ Ես համոզված եմ, որ ինքը կգնա։ Ինքը կգնա։ Վայլուս ես։ Վայլուս, ես քեզ ուշանում։ Մի քիչ գործեր ունեի։ Եկելա թազա Վարդանը։ Դու լոչասիր թազա Վարդան։ Հապա տենց է էլի։ Եկելա ստեղա։ Եկավ շուտ գնաց գործեր ուներ։ Լավ, փաստորեն չի ջոգել, որ ստեղ չեմ։ Լավ, փոխվեմ գամ օգնեմ։ Որից։ Քեզ հաստատ մերն է։ Հաստատ ինքն է։ Բարև տղա ջան։
Բարև։ Դու ով ես, ինչ կապ ունես այս ընտանիքի հետ։ Իրենց տղեն եմ։ Յա, տղա ջան, ես քանի տարի այստեղ պահակ եմ, ես գերեզմանին էլ հատուկ ուշադրություն եմ դարձնում, բայց քեզ տեսած չեմ։ Համել ինչ տղա ես, որ ես քանի տարվա մեջ գոնե մի անգամ չես եկել։ Հիմա տենց է ստացվել։ Դու հետ ասա, ինչի ես հատուկ ուշադրություն դարձնում ես գերեզմանին։ Որովհետև ինձ հատուկ փող են տալի, որպեսզի խնամեմ, մաքրեմ, դա էլ իմ գործն է։ Չհասկացա։ Ո՞վ է քեզ հատուկ փող տալիս։ Այ, եթե դու իրենց տղեն էլ նեիր, կիմանայր թե ով է փող տալիս։ Հա, կակրաս ինքը ինձ ասել է, որ եթե ուրիշ մարդ գա, անպայման իրան զանգեմ։ Զանգի։ Զանգի հենց հիմա ու ասա ինչ-որ մարդ է եկել։ Հա, բայց Պապար ջան, ասում եմ զանգի էլի։ Ասա որ ինչ-որ մարդ է եկել գերեզմանին, անծանոթ մարդ է։ Կամ չէ, ավելի լավ է դու համարը տուր, ես կզանգեմ։ Այ, եթե դու տոչնի ասես ով ես։ Ասում եմ էլի։ Չես հավատում։ Ախր նայ, խի պետք է գայի անծանոթ մարդկանց գերեզմանի մոտ կանգնեի, ծաղիկ բերեի։ Այդ տղեն ջահել է։ Հա, ջահել է։ Քո թայը կարող է մի քիչ փոքր։ Մերիկն է։ Ախպեր է սա։ Իսկ ինչ խաբար է։ Պապար ջան, ուզում ես մեզ լավություն արած ունես։ Այդ տղու համարը տուր։ Ալո։ Ալո։ Մհեր։ Նա ես եմ, ով է։ Ալո, ով է։ Ես եմ, ապեր։ Գորնը։ Գիտեիր Մայա, տեղյակ էիր, չէ՞։ Չէ, երթո, ես ոչ մի բանը չգիտեի։ Չէ Մայա, չեմ անի։ Ես տենց բան չեմ անի, ես հորս ֆիրմայի դեմ դուրս չեմ գա։ Դիմումս էլ փոստով կուղարկի։ Ալո։ Գոր, ոնց ես, ուր ես։ Չգիտեմ ավակ քերի։ Եկել եմ իբր Մհերին հանդիպեմ էնել։ Մհերի։ Ո՞նց։ Եթե քեզ թվում է, որ քո այդ խղճուկ հոգատարությամբ կարող ես անցած տարիներիդ հետ բերել, սխալվում ես։ Չհամարձակվես խառնվել իմ ու աղջիկաս հարաբերություններին, արգելում եմ, հուսով եմ պարզ է։ Չէ, դու ես